Eyvah Hayastan Deomedame Hem devmezen bu Հայաստանի լեռների ու դաշտերի միջև հայ ժողովրդի կողքին ապրում է մի հինավուրց ժողովուրդ։ Դարեր շարունակ նրանք պահպանել են իրենց հավատքը, տոները եւ գյուղական կյանքի ավանդույթները, անցնելով պատերազմի, տեղահանության ու բազմաթիվ փորձությունների միջոցով։ Այս տեսանյութը նվիրված է հնագույն պատմություն ունեցող մի ժողովրդին՝ եզդիներին։ Եկեք միասին տեսնենք, թե ինչպես են Հայաստանում ապրող եզդիները իրենց յուրահատուկ կենսակերպով ու մշակույթով գունավորում այս երկիրը եւ ընդունում այն որպես իրենց հայրենիք։ Մեր ուղին սկսվում է Զարթոնք գյուղից եւ հասնում մինչև Ռիաթազա։ Այս ճանապարհին մենք փորձեցինք հասկանալ, ինչպես են այստեղ ապրում եզդիները եւ ինչ ապագա են տեսնում իրենց համար Հայաստանում։ Bende temet xaze amri baş der baskı. Amri başı vıra xavata gwenda ilaki gwenda da. Մարդը միշտ ուզում է լավ կյանքով ապրել, բայց գյուղում լավ կյանքի համար շատ մեծ խնդիրներ կան։ Շատերը չեն կարողանում դուրս գալ գյուղից ֆինանսական դժվարությունների պատճառով։ Մյուսները չեն ուզում հեռանալ, որովհետև այստեղ են իրենց ընտանիքները, հարազատները։ Նրանք այստեղ են մեծացել, այստեղ են սովորել։ Այստեղ շահույթը քիչ է, բայց ապրանքների գները շատ բարձր են։ Մի քանի օր առաջ մեզ հյուր էր եկել մի մարդ Ավստրիայից։ Նա ասում էր. «Մեզ մոտ Ավստրիայում շատ բաներ Հայաստանից ավելի էժան են։ Դուք ինչպես եք այստեղ ապրում»։ Մարդը իր սովորածով է մարդ դառնում։ Առանց կրթության այս աշխարհում շատ խնդիրների է զբաղվելու։ Շատերը ցանկանում են ինչ-որ բան անել, բայց չունեն հնարավորություններ։ Եթե նրանք հնարավորություններ ունենան գնալ Եվրոպա կրթություն ստանալու ու վերադառնալ, գուցե կարողանան ինչ-որ բան փոխել նաև այստեղ։ Կարծում եմ, լավ կլինի, որ սահմանները ավելի բաց լինեն, մարդիկ կարողանան ազատ գնալ ու գալ։ Ես դրանում վատ բան չեմ տեսնում։ Հայաստանում արդեն իրականացվում են ծրագրեր, որ մարդիկ կարողանան առանց վիզայի ճանապարհորդել Եվրոպա եւ այլ երկրներ։ Ես ունեմ նկարիչ թորնիկ։ Այստեղ նա չի կարողանում իր նկարները վաճառել, որովհետև մարդիկ այդ հնարավորությունները չունեն։ Մարդիկ չեն կարող իր օրվա հացի խնդիրը թողնել ու նկար գնել, որ պատից կախի։ Շկլեկի բկրաբինա դյորի խովակը բևի նեֆերի ուտերնոբն։ Ավ պրոբլեմը հանից հայը։ Գալի թամաշամանն հեժա նահախավեր։ Հիմա զրուցելու ենք Շեխ Ուսուբի հետ, հասկանալու համար, թե ինչպես են Հայաստանում պահպանվում եզդիների մշակույթը, կրոնը եւ ավանդույթները, եւ ինչ հնարավորություններ են տեսնում, որ դրանք պահպանեն ել ավելի լավ։ Կուլտուրնա ու օլ բեխայկրնե։ Bayrak araşa sores piye pide çarda tevekkar dazman Kefadesi sultan zidey Heyecan, heyecan, heyecan Şeyh-i Hasan Kultura izdiyazman izdiyat ekhaykırını gelek başı. Vaki qobe izdiyajı Ermenistan'ı hatne avakarını դիսա բդեստուրա Հայաստանում եզդիական կրոնն ու մշակույթը շատ լավ են պահպանվում։ Մենք խորին շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետությանը, որ այստեղ թույլատրվում է եզդիական տաճարների կառուցումը։ Այսօր եզդիներին վերաբերվող բազմաթիվ խնդիրներ լուծում են ստանում, եւ եզդիականությունը շարունակում է պահպանվել։ Մեր կրոնը հազարամյակների պատմություն ունի։ Հազարամյակներ շարունակ մենք ենթարկվել ենք տեղահանությունների, ճնշումների եւ ցեղասպանությունների։ Եթե մենք հասել ենք այս ժամանակաշրջանին, վստահ եղեք, մեր կրոնը պահպանվելու է, նաև առաջիկա հազարամյակների ընթացքում։ Մենք արդեն մի քանի 100 տարի ապրում ենք այս հողում։ Տարբեր իշխանություններ են եղել, տարբեր ժամանակներում, բայց մենք պահպանել ենք մեր հավատքը, մեր ինքնությունը։ Ես վստահ եմ, որ ապագայում ավելի լավ է լինելու եւ եզդիականությունը ավելի ամուր է պահպանվելու։ Аз գումանում է բաշբե, аз գումանում է պեժդաչույնը մնատ եզդիաբե։ Ժողովրդին որպես ազգ ձևավորում ու պահպանում է նրա կրոնն ու մշակույթը, բայց դրանց պահպանման համար շատ կարևոր է նաև իրավունքների պաշտպանվածությունը։ Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Լենա Միրզոյանի հետ, հասկանալու համար, թե ինչպիսի իրավունքներ ու հնարավորություններ ունեն կանայք եւ երիտասարդները Հայաստանում։ Լվր Ermenistan'ı mafin mrov avագրեդայի պրսկրեք պեժդատեն Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից Հայաստանում դեռ կան խնդիրներ։
Իմ կարծիքով ամենակարևորներից մեկը այն է, որ երեխաները, աղջիկներն ու կանայք հաճախ բավարար հետաքրքրված չեն կրթությամբ։ Պետության կողմից հնարավորությունները կան, բայց շատ եզդիներ այդ հնարավորություններից չեն օգտվում։ Մեզ մոտ կա մի թևավոր խոսք՝ կրթությունը ոսկյա թագ է։ Եթե այդ թագը քո գլխին է, մարդը կարող է հաղթահարել ցանկացած դժվարություն։ Մենք պետք է աշխարհին ներկայանանք մեր կրթվելու ձգտումով, որպեսզի կարողանանք մեր ապագան դարձնել ավելի լուսավոր։ Այսօր մենք ծանոթացանք մի հինավուրց ազգի, որն ունի հնագույն կրոն, հարուստ մշակույթ եւ յուրահատուկ ավանդույթներ։ Մենք տեսանք, թե ինչպես են եզդիները պահում իրենց ինքնությունը եւ բարձրաձայնում իրենց իրավունքների մասին։ Այս ամենը հնարավոր է նրա շնորհիվ, որ Հայաստանը հնարավորություն է տալիս ազգային փոքրամասնություններին պահպանել իրենց մշակույթը եւ կառուցել իրենց ապագան այս երկրում։ Σήμερα γνωρίζουμε ένα μικρό αλλά σημαντικό. Այսօր կծանոթանանք Հայաստանում արմատներ ձգած փոքր, սակայն կարևոր հունական համայնքի հետ։ Հույները հնագույն ժամանակներից են հայտնվել տարածաշրջանում, սակայն հունական համայնքը հիմնականում ձևավորվել է 17-ից 18-րդ դարերում, այն շրջաններում, որտեղ հանքարդյունաբերական գործունեություն է ծավալվել։ Ժամանակի ընթացքում հունական համայնքը կարողացել է պահպանել իր լեզուն, ավանդույթները եւ ինքնությունը։ Մոտ 900 հույներ են ապրում այսօր, հիմնականում Հայաստանի հյուսիսային մարզերում։ Շատերը շարունակում են խոսել պոնտոսի բարբառով։ Με πολλούς να συνεχίζουν να μιλούν ποντιακά. Ήταν 6-8 άτομα στην Αρμενία. Այստեղ 6-7 հույն էր ապրում ժամանակին։ 1990-ականներին խորհրդային միության փլուզումից հետո հույների 90%-ը վերադարձան Հունաստան, պատմական հայրենիք։ Այսօր շատ քիչ են հույները։ Πήγαν στην Ελλάδα. Τώρα πολύ λίγοι είναι οι Πόντιες. Επειδή είμαι Ελληνίδα, ποντιακής καταγωγής και γεννήθηκα και μεγάλωσα στην Αρμενία. Ես հույն եմ, ծագումով Պոնտոսից, ծնվել եւ մեծացել եմ Հայաստանում։ Երբեք չեմ զգացել, որ օտար եմ։ Մեծացել եմ Երևանում, հայերի մեջ։ Երբեք որևէ խնդիր չեմ ունեցել։ Και κανένα πρόβλημα ποτέ δεν αντιμετώπισα. Πρόγονοί μας ήρθαν πριν από 3 αιώνες. Մեր նախնիները եկել են մոտ 3 դար առաջ, այսինքն արդեն շատ երկար ժամանակ ապրում են հայերի հետ, աշխատում են հայերի հետ, ընտանիքներ են կազմում, ընկերություն անում, շատ ընդհանուր բաներ ունենք։ Πολλά κοινά στοιχεία. Σήμερα βρισκόμαστε εδώ στην ελληνική κοινότητα, έχουν μαζευτεί οι κυρίες της κοινότητας. Այսօր հավաքվել ենք հունական համայնքում, համայնքի կանայք եւ ոչ միայն, այստեղ են նաեւ հունարեն սովորող երեխաները։ Այսօր պատրաստություն ենք տեսնում Սուրբ Ծննդյան տոնավաճառի համար։ Όπως λέμε χριστουγεννιάτικο μπազար. Καθώς η χώρα εξετάζει. Վերջերս Հայաստանը քննարկում է եվրայինտեգրման ճանապարհը, ցանկանում ենք լսել նաև հույների ակնկալիքները երկու ազգերի հարաբերությունների ապագայի վերաբերյալ։ Και η Ελλάδα και η Κύπρο, γενικά ο ελληνισμός, επειδή με τους Αρμένους είχαμε. Թե Հունաստանը, թե Կիպրոսը ընդհանուր առմամբ հույները հայերի հետ ավանդաբար լավ հարաբերություններ են ունեցել։ Կարծում եմ, որ եվրայինտեգրումը դրական զարգացում կլինի Հայաստանի համար, եւ Հունաստանը կկարողանա աջակցել Հայաստանին Եվրամիությունում եւ Եվրախորհրդում։ Մարդիկ ավելի շատ աշխատանք կունենան։ Σε κάποιο τέτοιο ενδεχόμενο. Βεβαίως, καλοδεχούμενοι. Ο κόσμος θα έχει περισσότερες δουλειές. Αυτό θα ωφελούσε επίσης και την ελληνική κοινότητα στην Αρμενία. Դա ձեռնտու կլինի նաև Հայաստանի հունական համայնքին, այն հույները, ովքեր չունեն Հունաստանի քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն, ազատորեն կկարողանան այցելել Հունաստան եւ Եվրոպա։ Στην Ελλάδα, στην Ευρώπη, πιο ελεύθερα. Η Ευρώπη για μένα πρώτα απ' όλα είναι. Եվրոպան ինձ համար առաջին հերթին Հունաստանն է, այն համակեցության մոդել է, որն ապացուցում է, որ տարբեր երկրներ կարող են ապրել միասին, հարգելով միմյանց։ Οι σημερινές μαρτυρίες μας θυμίζουν ότι η ταυτότητα μπορεί. Այսօրվա վկայությունները հիշեցնում են, որ ինքնությունը կարող է լինել միաժամանակ ազգային եւ համամարտկային։ Հայաստանում ապրող հույները երկու մշակույթների ներդաշնակ համակեցության վառ օրինակ են, մշակույթներ, որ խաչվում են պատմության քարոզիներում եւ ամենօրյա կյանքում։ Ինչ ճանապարհ էլ որ ընտրի Հայաստանը, հարգանքը տարբեր ազգերի նկատմամբ եւ ազգերի միջև կապերը մշտական արժեքներ են, կապեր, որոնք ջնջում են սահմանները, հիմնված ընդհանուր ուղու ու փոխվստահության վրա։ Και αλληλεγγύη. Ռոժա Իրոին Կոմարը Արմենստան է
Այսօր Հայաստանի Հանրապետությունը ձգտում է եվրաինտեգրման։ Այդ նպատակով այս ճանապարհին շատ ծրագրեր են պատրաստվում ու իրականացվում, ու մինչև հիմա շատ բան արդեն արվել է։ Հայ ժողովրդից բացի Հայաստանում ապրում են նաև այլ փոքրամասնություն կազմող ազգեր, ու նրանցից մեկն էլ մեր համայնքն է։ Տեսնենք, թե այդ process-ը ինչպիսի ազդեցություն է թողնում փոքրամասնություն կազմող ազգերի համայնքների վրա։ Հիմա մենք այդ հարցով կդիմենք Հակոյի գյուղի բնակիչ ու գյուղի դպրոցի ուսուցիչ Մամոյ Սլոին։ Մամոստայակի մեկտեբե Մամոյ Սաբրիբն։ Խիրատնե Դուք բարով եք եկել։ Ասեմ, որ Հակո գյուղի դպրոցը միշտ էլ մայրենի լեզվի կուրմանջիի դասերով առաջընթաց է ապրել։ Ստանալով պետության աջակցությունը, մենք շաբաթվա ընթացքում 2 ժամ մայրենի լեզվի կուրմանջիի դասեր ունենք։ Մենք ուրախ ենք, որ գյուղի ճանապարհն էլ վերանորոգվել է ու մեր աշակերտներն էլ կարող են իրենց ուսումը այլ տեղերում շարունակել։ Դեր դիսա ավախա բնեդեր բասկրնի խոնդնախա ու շոնե Լսել ենք, որ կառավարությունը նոր օրենք է ընդունել եւ հնարավոր է, որ մոտակա գյուղերի աշակերտներին մի դպրոցում կենտրոնացնեն։ Այդ մասին ինչ կասեք։ Այո, կար այդպիսի առաջարկություն, բայց որոշ ժամանակ է, որ բան չի փոխվել։ Մեր գյուղի համար դա լավ չի, որովհետև մյուս գյուղերի համեմատ մեր երեխաները քանակով ավել են։ Բայց ասում էին, նրանք պետք է հաճախեն ուրիշ գյուղի դպրոց։ Նույն հարցով դիմում ենք Հակո գյուղի բնակիչ եւ նախկին գյուղապետ Սերյոժա Մուրազին, թե այս ինտեգրացիոն process-ն ինչպես է ազդում իրենց ապրելակերպի եւ առօրյայի վրա։ Մենք ցանկանում ենք հայոց աշխարհը միշտ շեն լինի, որը միշտ մեզ համար լավ է եղել։ Պետության օրենքների համաձայն բոլորն էլ հավասար իրավունքներ ունեն ու մենք էլ բոլորի հետ միասին այդ ճանապարհով դեպի Եվրոպա ենք գնում։ Հայաստանի կառավարությունն էլ մեզ համար մեր ճանապարհն է կառուցել, որից հետո շատ մարդիկ էլ չեն ուզում տեղափոխվել ուրիշ գյուղեր կամ քաղաքներ։ Տեղափոխվածներից շատերն էլ ուզում են վերանորոգել իրենց լքված տները։ Այս նոր կառուցած ճանապարհն էլ կարելի է սիմվոլիկ ձևով անվանել որպես դեպի Եվրոպա տանող ճանապարհ, այդպես չէ։ Այո, այդպես էլ կա, եւ կարծես թե երազ լինի, ու մենք դեպի Եվրոպա ենք գնում։ Արդեն գնալն ու գալը հեշտացել է։ Ջրի հարցն էլ է լուծվել։ Մեր երիտասարդներն էլ կկարողանան գնալ սովորելու, գնալ ու գալն էլ կավելանա։ Մոտ 2 ամիս առաջ գյուղում նորակառույց սրբատեղի բացվեց ու իմ կարծիքով դա էլ է նշանավոր իրադարձություն գյուղի համար։ Այո, լավ բան ասացիք։ Հայաստանի կառավարության թույլտվությամբ մենք իրավունք ունենք կառուցել մեր սրբատեղիները ու դրա համար էլ մենք Հայաստանի կառավարությունից շնորհակալ ենք։ Մենք անցյալ դարի ցեղասպանությունից ենք փրկվել ու այստեղ մենք կարողանում ենք խաղաղ ապրել եւ պահպանել մեր մշակույթը։ Asıl sevam ne bu? Vaki genocidi em xalazmun hat nevra me kultura xo çanda xo xalas kir. Ame nhaji berberi benali gunde gelto navevi nu jara division kanch ame berberi ferike memeben evi fikra xo deraqa Հիմա էլ նույն հարցով դիմում ենք հարևան կանչ գյուղի բնակիչ Ֆերիկե Մամեին։ Գունդե վան դեհելա وی به چند گلیا رابری وابکه فریق جان علا کرم خا درق وان پرسادا هناکی فکر خا بجه ها پرسیم دویزم مرا باسین چکرن مرا
Ես էլ եմ այդպես մտածում ու ճիշտ ուղու վրա ենք։ Շատ լավ է, նորոգվել է ճանապարհը ու նոր ջրամբար է կառուցվում։ Միակ բանը, որ հուզում է մեզ, դա դպրոցի հարցն է։ Եթե երեխաները հաճախեն մոտ դպրոց, լավ կլինի։ Հետո տրանսպորտի հարցն էլ է մնացել։ Ասում են կլինի, որոշումը կա։ Ասորիները եկել են Հայաստան 1826-1828 թվականներին։ Հայաստանում ասորիները բնակվում են Վերին-Դվին, Դիմիտրով, Արզնի, Շահրիեր գյուղերում, նաև Երևան քաղաքում։ Մոտավորապես 3000 ասորի է բնակվում Հայաստանում։ Մենք ասորիներս ունենք եկեղեցի, մշակույթ տուն, ունենք Հայաստանի աթուր ասորական համայնք, ունենք նաև երգի եւ պարի խմբեր։ Ես աշխատում եմ Հայաստանի հանրային ռադիոյում ասորերեն բաժնում, Օլեգ Գիվերգիզովա։ Մեր ծրագիրը նախ եւ առաջ նվիրված է նրան, թե ինչ սպասելիքներ ունեն Հայաստանի ասորիները Հայաստանի եվրոինտեգրման գործընթացից։ Մեր այսօրվա զրուցակիցն է Արսեն Պյոտրի Միխայլովը, ՀՀ վարչապետի խորհրդատու, աթուր ասորական համայնքի ղեկավար։ Արսեն Պետրովիչ Միխայլով։ Բարև ձեզ, Օլյա։ Ինչ սպասելիքներ ունի ասորական համայնքը Հայաստանի եվրոինտեգրման գործընթացից։ Երկիրը գնում է դեպի եվրոինտեգրում։ Ես կարծում եմ, որ մեր ասորի ժողովրդին այս ինտեգրման process-ը կլինի բարենպաստ։ Հայաստանի եվրոինտեգրումը արդյոք կապահովի ասորական համայնքի ներքաշումը քաղաքականության մեջ։ Ես կարծում եմ, որ այս տարի 4-րդ ամիսն է, երբ համաշխարհային ասորական ժողով կազմակերպեցինք։ Մեր ասորիները տարբեր եվրոպական երկրներից ժամանել էին Հայաստան, մասնակցելու այս ժողովին։ Այս եվրոինտեգրումը կունենա բարենպաստ պայմաններ, որպեսզի ավելի սերտ համագործակցենք մենք ասորի ամբողջ աշխարհում եւ Եվրոպայում։ Իսկ ինչպես կանդրադառնա եվրոինտեգրումը ասորական համայնքի տնտեսական, սոցիալական եւ ֆինանսական բարելավման հարցերում։ Ես կարծում եմ, որ process-ը, որ սկսվել է Հայաստանում եվրոինտեգրումը Եվրոպայի խորհրդի հետ, դրա հետ մեկտեղ Հայաստանը անում է ամեն ինչ, որպեսզի դիվերսիֆիկացվեն գործարանները, որպեսզի համապատասխանեն Եվրոպայի տնտեսության հետ։ Եվ Հայաստանի բնակիչները շահ կունենան դրանից։ Մեր զրուցակիցն է Հայաստանի ասորական ուղղափառ եկեղեցու քահանան Նիկոդիմ Յուխանայևը։ Ինչ խնդիրներ ունեն ուսուցիչները ասորերեն լեզուն պահպանելու համար Հայաստանում։ Ինչ է կարծում Հայաստանի եվրոինտեգրումը ինչ հնարավորություններ կստեղծի ասորերեն լեզուն պահպանելու համար։ Մոտավորապես 30 տարի ասորերեն լեզուն դպրոցում որպես պետական լեզու է դասավանդվում։ Ասորաբնակ գյուղերում եւ եւս մեկ Երևանի դպրոցում։ Աստծո, մենք կարողանում ենք դրանով պահպանել մեր ասորերեն լեզուն, մշակույթը, գիրը եւ գրականությունը։ Կարծում եմ, Հայաստանի եվրոինտեգրումը, ինչպես նշեցիք, ավելի մեծ հնարավորություններ կստեղծի մեզ համար, որպեսզի պահպանենք մեր լեզուն, ավելի ամրապնդենք կանոնները փոքրամասնությունների համար եւ ավելի հասանելի լինի այս երկրում, պահպանենք մեր այս լավ երկրում։ Եվ ուսուցիչների խնդիրները, որպեսզի լրացնեն իրենց գիտելիքները, նախ եւ առաջ ուսուցիչը ինքը պետք է աշխատի իր վրա, որպեսզի հասանելի դարձնի լեզուն աշակերտներին։ Ինչ է կարծում Հայաստանում եվրոինտեգրումը ասորական համայնքի համար ինչ փոփոխություններ կբերի մշակութային, կրոնական, ազգագրական հարցերում։ Ճիշտն ասած, մենք Հայաստանում չունենք խնդիրներ, որպեսզի սպասենք Եվրոպան գա եւ մեր խնդիրները լուծի։ Փառք Աստծո, Հայաստանը ամեն մի հնարավորություն տալիս է մեզ, որ պահենք մեր մշակույթը, լեզուն, գիրը եւ հավատքը, եւ ինչ որ նորը չի լինելու, քանի որ մենք ունենք շատ հնարավորություններ, ինչը ուրիշ երկրներում մեր հայրենակիցները չունեն։